Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերին։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Պարոն Մելիքյան, 3 ապրիլ 24-ն էր եւ տարելիցը որպես այդպեսին չեմ ուզում ասել, հա, երկրի գլուխ, երկիր ներկայացնող անձը ուղերձով հանդես եկավ, բայց այլ կերպ չենք կարող ասել։ Նիկոլի մասին է խոսքը, ուղերձում ցեղասպանություն բառը որպես այդպեսին չէր օգտագործել, եւ դա բնավ զարմանալու բան չէր, հա, գոնե մեր համար։ Այս իրականության մեջ, պարոն Մելիքյան, երբ որ ցեղասպանությունն են մերժում այլևս, հա, որպես այդպեսին եւ նաեւ քննադատում թշնամու դրոշը վառելը եւ համարում են, որ դա ոչ կոռեկտ է եւ այլն, բայց մենք տեսնում ենք, թե թշնամին ինչպես է վերաբերվում մեզ հետ, մեր դրոշի հետ, մեր պետության հետ։ Այս իրավիճակում, երբ որ փորձենք զուգահեռներ անցկացնել, այս իշխանության վերջիվերջո անելիքն ու վերջին քայլերը ուր են տանում։ Տեսեք, իշխանությունը հրաշալի գիտի ինքը ինչ անում եւ ասել, որ շատ դեպքերում, գիտեք, այտենց բան կա, չէ, որ չեն հասկանում, չեն գիտակցում եւ այլն, լավ էլ հասկանում են գոնե այն մասով, ինչը վերաբերվում է իրենց ծրագրին, որովհետեւ այդ քայլերի հաջորդականությունն է հենց դրա մասին խոսում։ Այն ճանապարհային քարտեզը, որ մենք չգիտենք, ել ինչ ավեր է սպասում մեր ժողովրդին, իրենց մտքում կա կամ թղթի վրա ինչ որ միտեղ պահված կա, որովհետև այդ քայլերը հաջորդական են, ինքը շղթայական ռեակցիայի նման է, հա, պիտի թիրախային դիպչել բոլոր այն ցավոտ կետերին կամ բոլոր այն ուժեղ կետերին, որը ենթադրում է համախմբում, միասնականություն, համահայկականություն։ Այստեղ է էլի ամբողջ խնդիրը թաքնված, որովհետև հենց միասնականության, համախմբման եւ համահայկականության արդյունքում է հնարավոր դիմագրավել բոլոր այն մարտահրավերները, որոնք շատ դեպքերում նաեւ մեզանից կախված չեն։ Ես սա ընդունում եմ, որ այո, աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանը որպես թույլ փոքր երկիր եւ բավականին խոցելի վիճակում հայտնված, այո, իրենից կախված շատ բան բնականաբար չկա, բայց Հայաստանից կա կախված մի շատ կարևոր հանգամանք։ Այս աշխարհաքաղաքական փոփոխությունները, այս տեկտոնիկ շարժումները, որ մենք տեսնում ենք աշխարհի 4 անկյուններում, սա նաև վաղվա քո դիրքերը, քո, այսպես ասենք, տեսակետը, քո դիրքորոշումը ապահովագրելու խնդիր է հետապնդում։ Հիմա մենք ինչ ենք ворթեգրել սրա արդյունքում, ворթեգրել ենք այն ամեն ինչը, ինչ որ հակոտնյա է մեր ազգային շահերին, սա միանշանակ է, եթե նույնիսկ հարց տան ասեն, չհասկացան քեզ համար ազգային շահը սա է, նրա համար էլ ազգային շահը նա է, բայց այդ նրա համարը, քանի որ ձախողվել է բազմաթիվ անգամ, հա, առաջին անգամը չի, չկա մեկ կետ, որ ասեմ, այստեղ գոնե հաջողել են, այս կետի վրա են ծանրացել եւ այս կետի մղումն են տանում, բայց այդպիսի բան չկա, ձախողումը ձախողման ետևից է, սա է խնդիրը ընդամենը եւ շատ դեպքերում, որ այդպես ջղաձգված ընդունում են քննադատությունները, ախր դուք պիտի հասկանաք մի շատ պարզ կարևոր բան, դուք անհաջողակ եք, հասկանում եք այդ failure բառը, որ կա անգլերենով, հենց դրա համար է։ Դուք ինքներդ լինելով failure, դուք ինքներդ լինելով ձախողված, այս պետությունն եք տարել արդեն ձախողման։ Սա է եւ ցեղասպանության խնդիրն էլ հենց դրա մեջ է, որովհետեւ ցեղասպանությունը այն առանցքային են, կենսական են, գոյութենական նշանակություն ունեցողն է այս ազգի ինքնության համար, որը երակների մեջ է մարդկանց, սերնդե սերունդ փոխանցված նա,
Եվ նույնիսկ ամենածանր ժամանակաշրջանում, երբ որ արգելված է եղել, տաբու է եղել ընդհանրապես սրա մասին խոսել, այս ժողովուրդը կարողացել է իր մեջ այդ ուժը գտնի, պահի ու պորտկման ժամանակ 60-ականներին նաև դա ստա։ Հիմա այդ 60-ականներն էլ են պիտակավորում, հասկանում եք, որ ուղղորդված էր, ինչ որ շահերի բախման հարց կար, դրա համար այդ ուղղորդման արդյունքում մենք ստացել ենք դա։ Հիմա եթե դու կարողանում ես ճիշտ ձևով կողմնորոշվել, ճիշտ գնահատականներ տալ, վերլուծել, իմ խորին համոզմամբ սրանք նույնիսկ վերլուծելու ունակություն չունեն, կամ վերլուծողները շատ սխալ են մոտեցումներ են տանում եւ ներկայացնում կամ դնում իրենց սեղանին։ Մենք փորձում ենք դասական տարբերակը տեսնել, բայց դասական չկա, կա վերևից հրահանգավորման խնդիր, հա, ինստրուկցիան իջացվում է եւ համապատասխան կետերը սկսում են աշխատել։ Հիմա այդ խայտարակությունը ինչ որ ուղերձ էր կոչվում 310-րդ տարելիցներ հայոց ցեղասպանության, հա։ Հիմա ուղղակի վերցրեք եւ ժողովուրդն էլ դա տեսել է, վերցրեք 10 տարի առաջը եւ 3 փորձեք ուղղակի համեմատական անցկացնել։ Համեմատելու եզրեր անգամ չկան, թե ուղերձների մասով, թե լոզունգների մասով, թե նույնիսկ այն քննադատական խոսքը, որ հնչեցվում է, այդ քննադատական խոսքին արձագանքման մասով։ Այստեղ է հարցը եւ սпасել ինչ որ ավելին, իհարկե մոռացեք դա, որովհետեւ հիմա կան չէ, նստում հաշվում են, քանի անգամ հայոց ցեղասպանություն ասեց, քանի անգամ մեծ եղերն ասեց։ Բայց չէ որ դրանից ոչինչ չի փոխվում եւ դրա առհավատչյան, դրա վառ ապացույցը 23-ի ջայերտն էր եւ երեկվա չդադարող հոսքը դեպի Ծիծեռնակաբեր։ Սա է պատասխանը։ Շատ դեպքերում ասում են դե ժողովուրդը գնում է, այտենց հարգանքի տուրքը մատուցում, ոչ, դա նաև բողոքի նշան է։ Դա նաև միգուցե եւ լրելիային ըմբոստության նշան է, որ դուք խոսես, բայց տեսարանը սա է, դու սա պիտի տեսնես եւ հասկանաս, որ անհնար է ուղղակի այս ժողովրդի միջից հանել հիշողությունը, այս ժողովրդի ուղեղից մաքրել հիշողությունը, դա երակներում է, դա չես կարող։ Ինչքան էլ փորձես այդ զոմբիացման ճանապարհները մարդկանց շեղելու, ինչ որ կեղծ օրակարգեր բերելու, ինչ որ կեղծ գաղափարախոսություններ թելադրելու, փորձելու կրթել այդ նորաձևական սկզբունքներով ինչ որ նորամուծություններ անելու, անընդհատ շեշտելով նույն խորենացու ողբը, անդրադառնալով խորենացու ողբը, խորենացու ողբը ուրիշ բանի մասին է։ Հասկանում եք, հիմա մտիկ անելու, հետևորդ լինելու եւ միշտ ունենալու այդ որոշակի ակնդիրների եւ ունկնդիրների շարքը, որը գնալով նոսրանում է եւ սա է հենց որ ջղաձգում է առաջացնում, հասկանում եք, մենք գոնե շատ լավ գիտենք ինչ է նշանակում տեխնոլոգիաներով ստանալ, ալգորիթմներով ստանալ այդ հազարավոր լայքերը, որից միգուցե եւ իրենք են ուրախանում, բայց ես դրանից չեմ կարող ուրախանալ, որովհետեւ եթե մարդը առաջնորդվում է սոցիալական ցանցերով եւ Facebook-ով, ինքը արդեն ձախողված է, հասկանում եք, իրականությունը 3 չէ առաջի օրն էր եւ 3 է։ Այս ժողովուրդը ունի այդ ուժը իր մեջ, ունի նաեւ իր բողոքի արտահայտման այս ձևը։ Հիմա դրոշը վառելը, չվառելը, հիմա դա սովորույթի, ավանդույթի ուժով եկած է, ես չեմ ուզում ընդհանրապես դրան անդրադառնամ։ Դուք անդրադարձեք ավելի թե ինչքան մարդ էր հավաքված եւ ինչքան մարդ էր բարձանում Ծիծեռնակաբեր։ Եվ ինչպես ասում են, հայի ծնունդը պայմանավորված է հակաթուրք լինելով։ Տեսեք, այստեղ էլ մանիպուլյացիա կա որոշակի, այն իմաստով, որ այո, քանի թուրքը եւ այսօրվա Թուրքի մասին է խոսքը, որը իրենք էլ ընդունում են, որ իրենք իրավահաջորդն են Օսմանյան կայսրության, այսօրվա Թուրքական Հանրապետությունը, քանի թուրքը չի ընդունել իր մեղքը, հա, իսկ դա վախի զգացում կա, հա, այդտեղ ինքը վախենում է ընդունել այդ մեղքը, որովհետեւ դրանից բխելիք շատ ուրիշ հարցեր կան, որոնց համար ինքը պիտի պատասխանի, որովհետեւ այդ պիտակը կամ այդ անվանումը, որ հենց ինքն է ընտրել իրավահաջորդ լինելու հանգամանքը, այդ իրավահաջորդությունը ենթադրում է նաև պատասխան, ենթադրում է նաև հատուցում, ենթադրում է նաև դատապարտում, ենթադրում է նաև ընդունում, ինչը ժամանակին արել են գերմանացիները, այնպես չի, որ չունենք նախադեպեր, նախադեպերը շատ են, բայց ինչու է սա շարունակական 100 տարուց ավել, պարզ պատճառով մենք միշտ ասել ենք, չէ, արդարության խնդիրը, այո, արդարությունը շատ դեպքերում
աշխարհաքաղաքական տարբեր բախումների արդյունքում ինքը կարող է տեղ չունենալ կամ վերջին շարքերում լինել, բայց այնուամենայնիվ սա միայն արդարության խնդիր չի, սա նաև կանխարգելման հարց է, հա։ Մյուս ցեղասպանությունները, որ տարբեր երկրներում եղել են, ընդունվել են, հասկանում եք, ճանաչելի են դարձել, ճանաչվել են, հենց այստեղ է, որ այդ ճանաչումը ոչ թե կխանգարի, այլ միայն ու միայն կօգնի։ Եվ ասել, որ այդ հակաթրքությունը մեջներից այդ հանեք, որովհետև հակաթրքությունն է, որ մենք այսօր հասել ենք այսօրվան, բացարձակապես դա չէ, այստեղ հակաթրքության խնդիրը չէ դրված ընդհանրապես։ Գենետիկը, այո, կա, որովհետև երբ որ քո թշնամին 21-րդ դարում դեռ կոկորդ է կտրում եւ դա անում է մեծ սիրով, հասկանում եք, Պարզա չէ, եթե ինքը դա չի ընդունելու եւ շարունակաբար անելու է, դա հենց ճանաչելիության հաշվն է, եթե չեն ճանաչել, եթե արհամարել են, եթե մոռացության են տրվել, այդ կոկորտները միշտ էլ կկտրվեն ու կապ չունի դա հայի կոկորտ պիտի լինի, թե մոնղոլի կոկորտ, թե չգիտեմ հնդիկի, թե մյուսի, սա է ամբողջ հարցը, այդ կանխարգելի, այո, կանխարգելի չէ, հենց սա է նշանակում, որ դու պետք է սովորեցնես, որ դու այդ հիշողությունը պիտի պահես, դու անընդհատ դրա մասին պիտի խոսես, նաև քո մեջ կրելով պիտի տանես, որովհետև դա միայն քեզ վերաբերելի չի, այլևս դու անցել ես այդ դաժան ճանապարհը, այդ ողբերգական ճանապարհը, դու հիմա պիտի պայքարես նաև որ չլինի այդպիսի բան որևէ այլ երկրում, սա համամարտկային արժեքի եւ համամարտկային խնդրի մասին ենք մենք խոսում։ Իսկ այստեղ ասում են դե հայի գենետիկայի մեջ կա, այո, կա, որովհետև թուրքը մնացել է նույն թուրքը։ Հիմա եթե այդ յաթաղանը ձեռքին չի, բայց թաքնված ինչ-որ միտեղ պահած է եւ անպայման պիտի աշխատի ինչ-որ X պահի, եթե դա իր շահերից բխի, դա միայն ու միայն պիտի աշխատի, որովհետև ինքը այդ մեղքը չի ընդունել։ Ինքը այդ մեղքը դեռ տանող է իր ուսերի վրա, որովհետև ինքը կարողացել է, այո, իր ցեղակիցներին ապացուցել, այդ ամենօրյա իր խոսքով կլինի, պրոպագանդայով կլինի եւ այլն, կարողացել է ապացուցել, որ սա արդարացված է եղել, որովհետեւ ինչ-ինչ փաստեր գոյություն ունեն։ Սրա մասին ենք խոսում։ Լավ, պարոն Մելիքյան, այս ամեն ինչը հասկանում ենք, գիտակցում ենք եւ մեր համար նորություն չի։ Այս իշխանության որոշելիքը թշնամուն ծառայելու որտեղից է գալիս։ Եվ այն ժամանակ, երբ որ այսպես ասած հեղափոխություն տեղի ունեցավ, դա նախապես ծրագրված էր, թե ընտրել էին մեկին, որը իսկապես հասկացել էին, որ կարող է ծառայել իրենց։ Արթուր ջան, բոլորը մի փաթեթում կա։ Ամեն մեկը իր տեղը ունի, մոտեցումների եւ տեսակետների մասին է խոսքը։ Այսինքն 100 տարի այո, միանշանակ դա այդպես է։ 18-ին գտնում են, բերում են, այս անգամ բանին են գտել, այն վերջապես գտել են, լավ, եկեք այսպես ասենք, որովհետև եթե մենք հետահայաց նայենք այդ 110 տարվա մեջ, թերևս մենք այսպիսի դեպք բնականաբար չենք ունեցել։ Սա նախադեպային պիտի լինի եւ վերջանա սրանով, որ այսպիսին չպետքա լինի երբեք Հայաստանի ղեկավարը։ Հասկանում եք, այո, գտել են, աշխատել են, լուրջ են աշխատել եւ գաղտնիք չի, որ դրանով զբաղվում են շատ լուրջ ծառայություններ։ Մենք գիտենք, բարձրացնում ենք դրա մասին, խոսում ենք դրա մասին, բայց դրանք շատ փակ ինստիտուտներ են, շատ փակ ծառայություններ են, որտեղ նախագծվում են, նախանշվում են վաղվա որոշակի, այսպես ասենք, դիվիդենդներ նվաճելու խնդիրները եւ այդ դիվիդենդները ունենալու ճանապարհին ինչա պետք անել, այդ արդեն լուրջ վերլուծաբանների, լուրջ ուղեղային կենտրոնների խնդիրն է, որոնք էլ նստած աշխատում են։ Շատ դեպքերում ես ասում եմ, որ մեր թշնամին մեզ ավելի լավ է ճանաչում, քան մենք իրենց։ Հասկանում եք, շատ ճանաչելի պիտի լինես, որ հասկանան որտեղ է քո խոցելի կողմը։ Շատ քեզ պիտի խորքից իմանան, որ որտեղ է քո ուժեղ կողմը։ Եվ արդեն սկսում են բավականին այսպես մշակված ձևով աշխատել։ Միշտ մարդիկ կգտնվեն, ովքեր հանձ կառնեն այդ ստոր, այդ նսեմացուցիչ ծրագրերը կյանքի կոչելու։ Որպես կանոն դրանք ավելի լումպենացված խավի ներկայացուցիչներն են, որպես կանոն
իրանք ձախողակ ու անհաջող լինելով իրենց կյանքում միշտ ձգտել են ինչ-որ բանի հասնեն, բայց չի ստացվել իրենց մոտ, դրա համար այդ շերտերից են մշտապես ընտրվում նման դեմքերը, ինչի օրինակ չեն գնում, ասենք, պայծառ ուղեղների հետևից։ Պարզ հասկանալը, որովհետև պայծառ ուղեղը ինքը շատ լավ է հասկանում, սրա տակ ինչ կա թաքնված, հա։ Ընտրվում են եւ պարտադիր չի, որ դրանք հարյուրավորները լինեն, այդ հարյուրավորներին կարելի է հետո շատ գեղեցիկ ձևով նույն տեխնոլոգիաներով ստանալ։ Սրա մասին է հարցը։ Ընտրվում է այդ կորիզը, ովքեր կարող են դա կյանքի կոչել, իրանք էլ հաճույքով, մեծ հաճույքով հանձն են առնում։ Փաստ բոլոր են ժպիտները, փաստ բոլոր են ուրախությունները, այն ծիծաղը, այն խինդը, այն հրավառությունները, այն ամեն ինչը ինչ որ կա։ Մոռացեք ժողովուրդ, ինչ սուկ, սքակիր ժամանակաշրջանում հասկանաք մարդիկ հրավառությունների եւ քեֆերի մեջ են։ Քավլիցի ես այն մարդկանց շարքին չեմ պատկանում, որ այդ մշտապես սքի մասին մենք պետք է խոսենք, մշտապես զոհի կեցվածքով պետք է խոսենք։ Դա սխալ բան է, անշուշտ դու միշտ չպետք է մնաս սքի մեջ, բայց դու չպետք է մոռանաս, քեզ մոռացնել են տալիս դա։ Սրա մասին է խոսք, եւ այդ մոռացությունը գնում է ուղղակի ստամոքսի միջոցով։ Հասկանում եք, իսկ ուղեղների վրա ազդելը այսօրվա դարաշրջանում եւ այսօրվա այս մեդիա ոլորտում հայտնի հնարավորություններով դա ուղղակի բանի հարց է, էլի տեխնիկայի հարց է ընդամենը։ Ես ցավում եմ նաեւ նրա համար, որ մեր երիտասարդները բավականին անտարբեր են դարձել այս ամեն ինչին։ Չնայած երբեք չեմ էլ սպասել, որ երիտասարդությունը 100%-ով պետք է այդպեսին լինի, հա։ Ես հրաշալի երիտասարդներ գիտեմ եւ ուսանողության շրջանում։ 88-ին բա ոնց է պարունել։ Հենց այդ էր, ամբողջ երիտասարդությունը մի անգամից արթնացավ։ Ես նաեւ մասնակիցն եմ եղել այդ ամեն ինչի եւ հենց արևելագիտության ֆակուլտետը համալսարանի առաջամարտիկներից էր, հենց մեր ուսանողների մասին է խոսքը գնում։ Իսկ ֆակուլտետը այն ժամանակ շատ փոքր էր, ընդամենը 125 հոգուց էր բաղկացած։ Բայց այդ 125-ը կարողացան հազարավորների իրենց ետևից նաև տանել։ Նույն վերցեք կոնսերվատորիայի հրաշալի ուսանողներին ու ուսանողուհիներին 88-ի նկատի ունեմ։ Իրենք նույնպես ոտքի ելան, չէ՞։ Այդ էլ մեր մտավարականության, ապագա մտավարականության մի մասը պիտի լիներ։ 88-ը անհամեմատելի է, հասկանում եք, չնայած սրանց մոտ կար նաև այդ կարծիքը, չէ, որ 18-ը ավելի կարևոր է, քան 88-ը։ Եթե դուք 88-ը բերել եք այդ համեմատականի մեջ եք դրել, այդ վերածննդյան, այդ շրջանը, որ մեր ժողովուրդը ապրել է, այսինքն պարզ է ձեր ուղեղների մեջ ինչ է դրած։ Դրա համար էլ այսօր արցախյան շարժումը այդքան նսեմացվում է, այլ չասենք, որ ասանք մի կետի, որ այդ պարտադրողական, հա, այդ հրամայական ձևով արցախյան շարժումը չպետք է լինի Հայաստանում։ Դրան միշտ գալիս ենք, երբ որ դիմադրողականությունը թուլանում է, բայց դիմադրողականության այլ ձևներ կա, այն թաքնվածը, որ մի անգամից է պայթելու, հասկանում եք, ես հավատում եմ, իսկապես հավատում եմ դրան, որովհետև գիտեմ, որ ինչ որ մի կետի վերջանում է ամեն ինչ, հասկանում եք, ինքը ավելի մոտեցել է վաղին, քան ուշին։ Բայց տակը բան չի մնացել է, պարոն Մելիքյան։ Այսօր մենք տեսնում ենք, թե Սյունիքում ինչ է կատարվում, հա, այդ ամենօրյա կրակոցները, բան, բայց սրանք էլ ասում են ամպերն են ցրում, իրենց մոտ խրախճան կա, որոշել են այս կողմ կրակել, բայց դե վնաս չեն տալիս, մարդկային հիմա երբ որ սկսեցին արդեն պատոհաններ ջարդվել, ինչ որ հետքեր մնալ, էլ ումից պիտի դա թաքցնեն։ Լավա չեն ասում, գյուղացին ինքն է վեկանում, իր տան վրա կրակում, որ հետո բերի ցույց տա, այդ էլ կասեն, երբ որ դա պետք լինի։ Բայց սա է հարցը, Արթուր ջան, որ այդքան բարբաջում են, այդքան խոսում են, այդ խաղաղությունը, հա, ասում են դրոշը վառում եք, խնածախում կրակում են, հասկանում եք, կամ խնածախում կրակեցին, որովհետև դուք հրապարակում դրոշ վառեցիք։ Գիտես, ստեղ արդեն այնքան աբսուրդի ժանր է, որ ուղղակիորեն այդ ամեն ինչը կապել է ու սա ոչ միայն ծիծաղը, սա մեր դժբախտությունն է։ Եվ նաև իրենց դժբախտությունն է, որովհետև մեր եկեք չասենք եւ մեզ երբեք իրենց հետ չկապենք, որովհետև այնքան նեղացել է արդեն այդ իրենց շրջանակը եւ մարդիկ իսկապես սկսել են հասկանալ ինչի ինչոց է։ Եվ ցավոք սրտի իրենք են այսօր մեզ ներկայացնում դրսում։
Ցավալիորեն, այո, սա է հենց խնդիրը, որովհետև կան հարցեր եւ դիվանագիտության մեջ եւ արտաքին քաղաքականության մեջ Արտուր, որ ընդդիմության ձայնը ավելի երկրորդական, երրորդական կարող է լինել։ Այո, անշուշտ իրենք լսում են հենց պետական դիրքորոշումը, իսկ պետական դիրքորոշումը հետեւյալն է՝ մի խոսեք ցեղասպանությունից, մի մոտեցեք այդ թեմային, հեռու մնացեք, մենք մեր հարաբերությունները կարգավորում ենք երկկողմ ֆորմատների մեջ։ Մենք շատ լավ մեր իրենց համար իրենց բարեկամ, եղբայր, այդ բառն էլ պիտի ասեմ, քիրվայություն ենք սկսել արդեն անել մեր ադրբեջանցի եղբայրների եւ թուրք եղբայրների հետ։ Այսինքն այս իմաստով իրենք են խոչընդոտ հանդիսանում այսօր հայ ժողովրդի ազգային օրակարգին։ Սա է հարցը։ Եվ պարոն Մելիքյան, ես չեմ կարող չանդրադառնալ ընդդիմությանը, որովհետև իշխանությունը շատ պարզ, հատկապես վերջին շրջանում հնարավոր բոլոր միջոցները օգտագործում է իր ձայնը բարձրացնելու եւ այն բոլոր կարմիր գծերը, որ հատել է, դա վաղուց է հատել, այն որ ինչ պիտի անի այլևս բարձրաձայնում է, հա, քայլերի հաջորդականությունը, ընդդիմությունը մենք չգիտենք ընդդիմությունը ինչով է զբաղվում եւ ընդդիմությունը ինչ է անելու, հատկապես ազգային ժողովում նստած ընդդիմության մասին է խոսքը։ Եվ նաեւ մեր Էդգար Ղազարյան եւ նաեւ Արթուն ենք շարժումն է ինչ որ նախաձեռնությամբ հանդես գալիս Նիկոլին անվստահություն հայտնելու, այս առիթով ինչ կարող ենք հաջողել, որովհետև հասկանում ենք, որ փողոցային պայքար այնուամենայնիվ ինչքան էլ որ ասենք այստեղ ինչ որ բան դրական ցուցանիշ գրանցեցինք, բայց դրական ցուցանիշ չկա, եթե Նիկոլը տեղում է։ Դրական ցուցանիշ չի էլ լինի, եթե դու չունես ծրագիր։ Սա ամենակարևոր հարցն է, որ դու պիտի սրա վրա շատ կենտրոնանաս։ Հիմա ով ինչա նախաձեռնում, ես անկեղծ ասած շատ խորքով չգիտեմ, որովհետև եթե ինչ-որ մի բան նախաձեռնում ես, ապա դու շատ լուրջ հենք ու հիմք պիտի ունենաս դրա համար։ Ոչ թե մի բան անես անելու համար, կամ դե փորձենք կստացվի, թե չի ստացվի, բայց գոնե փորձենք, բայց գոնե մի բան անենք։ Հիմա այս իշխանությունները այնպիսին են, որ ցանկացած ձախողված հարց ի օգուտ իրենց կարող են ճիշտ փաթեթավորել եւ ճիշտ ներկայացնել։ Եվ կարող է հենց այնպես էլ ստացվի, որ նույնիսկ իրենցից արդեն հեռացած, իրենց իսկ այդ զոմբիական ահագին շերտեր կան, այդ հեռացածներին նորից բերեն իրենց շուրջը համախմբման։ Դրա համար հաշվարկները պետք է շատ լուրջ լինեն։ Դրա համար դու ոչ թե 100, դու 150%-անոց վստահություն պիտի ունենաս այս կամ այն քայլը ձեռնարկելուց առաջ, որպեսզի գնաս եւ այդ հարցը լուծես։ Ինչու՞։ Որովհետև ճիշտ նկատեցիր Արթուր, բազմիցս փորձեր եղան։ Եվ թող այնպես չստացվի, որ այս ժողովուրդն էլ համբերության խնդիր ունի 1, հոգնեցնելու խնդիր ունի 2։ Եթե սա շոքին բաց թողելու, շոքի մասին է, հա, այդ շոքու բաց թողման խնդիր պիտի հետապնդի, ավելի լավ է չանել, որովհետև դուք նաև պատասխանատվության տակ կընկնեք հերթական անգամ ժողովրդին հիասթափեցնելու համար։ Ամենահեշտ ձևն է, մի բան եթե չի ստացվում, շուռ գալ եւ ժողովրդին ասել, որ դուք եք մեղավոր, այդ մեղավորությունը բարթել։ Իսկ ժողովուրդը այդ բաները չի սիրում, որովհետեւ ժողովուրդը միշտ էլ պատրաստ է եղել ըմբոստանա, կանգնի, բայց գնա առաջնորդների ետևից։ Հիմա եթե առաջնորդները ինչ-ինչ տեղերում հաշվարկների սխալներ են ունեցել, պետք է ընդունեն այդ հաշվարկների սխալները առաջին հերթին առաջնորդները եւ ոչ թե ժողովուրդը, հասկանում եք, այդ շուրգալ եւ բարթել, տեսեք, մենք այս քայլը արեցինք, ես եւ դուք կարող ենք նստել, ինչ-որ հետաքրիր մի հատ սխեմա մտածել, բայց այդ սխեմայի տակ դու եթե լուրջ հենք ու հիմք չունենաս, եթե քո հաշվարկների մեջ անսխալական չլինես, դու իրավունք չունես անել քայլ նամանավանդ այդ մասշտաբի եւ այդ խնդիրը լուծելու համար։ Այնպես որ ես միշտ համարում եմ, որ ընդդիմադիր դաշտը առաջին հերթին ինքը պիտի գնա համախմբման ճանապարհով։ Անտեսել փողոցը նամանավանդ այս իրավիճակում չպետք է լինի, որովհետև եթե կա process խորհրդարանում, ապա դա ուղղակիորեն պիտի զուգահեռվի փողոցի հետ շատ լայն մասաների։ Կա այդ հնարավորությունը, այո կա, եթե խելացի կգործես։
Հնարավոր է այդքան ժողովուրդ հանել, ավելի շատ է հնարավոր հանել, եթե դու ունես օրակարգ եւ ճիշտ օրակարգերով կարողանում ես շարժվել։ Իրականության մեջ երևի թե հենց այս փոքրիկ բաց թողումներն են, որ դեռ չկան, որտեղ այդ ժողովուրդը փողոց ելնելուց առաջ իսկ դա արդեն պիտի լինի բան, գիտեք, ոչ թե այս անգամ էլ փորձենք։ Մյուս անգամ կես մարդ չի գա ձեր կողքը կանգնի, այսինքն սա երևի թե վերջին հնարավորությունը պիտի լինի, որովհետեւ այո, այսօր բացված է այդ հնարավորությունների պատուհանը, ընդ որում շատ ավելի լայն է բացված, քան միջև դա ունեցել եք, որովհետև այնքան է կուտակվել է ցասումն ու զայրույթը այլևս, որ ինքը ուղղակի կարող է ցանկացած պահի պայթի, բայց այդ պայթյունը ուղղորդելու հարցն է այստեղ, որ հանկարծ ինքը սխալ տեղ չպայթի, հասկանում եք, եւ ժողովուրդը հերթական անգամ գլխիկոր ու հիասթափված չվերադառնա իր տները։ Չասի, որ դուք ապաշնոր եք, դուք եթե ոչ մի բան չեք կարողանում անել, այո, ես գնացի տուն եւ ընդհանրապես դուր չէ։ Իմ բողոքն էլ այդպես եմ արտահայտելու, հենց ձեր դեմ, որովհետեւ դուք ինձ հանեցիք, դուք առաջնորդողի դերը վերցեցիք, ես եկա ձեզ հավատացի, ձեր կողքը կանգնեցի, որովհետեւ արդեն խաբվել է այս մեկին, ինքը չի ուզում երկրորդ անգամ խաբված լինի, չի ուզում եւ ինքը նաեւ կպատժի բոլոր նրանց, ովքեր սխալ ճանապարհով կտանեն։ Այստեղ իսկապես պիտի ընդդիմությունը, դասական ընդդիմությունը կլինի, ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ, անհատները կլինեն, միությունները, հասարակական կազմակերպությունները, իրենք պարտադիր պիտի նստեն մի սեղանի շուրջ։ Իրենք պետք է այդ հաուչեն, անձերի, գիտեք, այդ գզվրտոցներ կան, այս անձը, այն անձը եւ այլն, սրանից պետք է վերանալ, այսինքն քաղաքական առումով այդ մորատորիումը պիտի հայտարարվի բանավիճելուց կամ քննարկումից առաջ։ Սա պիտի լինի շատ հիմնականը, բոլորը պիտի ընդունեն այս փաստը եւ արդեն հետո պիտի խոսեն հետագա քայլերի մասին, օրակարգերի մասին, դրանք կան, նոր չեն նստելու մարդիկ գրեն, հասկանում եք, դիվանագետներ կան, տնտեսագետներ կան, իրավաբաններ կան, բժիշկներ կան, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներից սկսած վերջած շարքային ուղակի մարդիկ կան, հասկանում եք, երիտասարդներ կան, որ արդեն ասեցի պայծառ, այդ բոլորը պիտի ներգրավված լինեն։ Յուրաքանչյուրը իր մասով պիտի տա այդ օրակարգի թելը, ոչ թե մեկը պիտի նստի եւ դիվանագիտությունից գրի եւ իրավաբանից եւ մյուսից, մենք տեսել ենք, չէ՞, այդ մի հոգի հիմա նստածը ամեն ինչից ինքը հասկանում է, ասֆալտից մինչեւ տիեզերական արբանյակներ, մոլորակների միջև կապեր եւ այլն, այսինքն մենք տեսել ենք դա ինչի է բերում։ Դու երբեք քո վրա չպետք է ամենագետի այդ վեղարը քաշես, հասկանում ես, ամեն մեկը իր մասով, իր ինփութը, իր ներդրումը պիտի ունենա հենց նույն այդ օրակարգերի մեջ։ Դրանք չպետք է լինեն շատ երկար, դրանք պիտի լինեն շատ մատչելի ժողովրդին, դրանք պիտի լինեն շատ իրատեսական, այն իմաստով, որ պոպուլիզմը միշտ կա, հասկանում ես, այդ պոպուլիզմը, որ ջախջախում է հետագայում, այդ հետո է գալու, որովհետև այդ պոպուլիզմով զբաղվում են բոլոր քաղաքական գործիչներ, աշխարհում չկա որևէ մեկը, որ պոպուլիստական ինչ-որ այսպես հնարքներ, երանգներ, շեշտադրումներ չունենա, բայց այդ պոպուլիզմը շատ ավելի քիչ պիտի լինի, շատ ավելի շատ պիտի լինի իրականը, իրատեսականը։ Ժողովուրդը պիտի հասկանա, որ շատ բարդ է լինելու, շատ դժվար է լինելու, բայց ասել, որ անելանելի է լինելու, երբեք։ Միշտ ելքերը կան, միշտ հնարավորությունները կան։ Խելք է պետք, մասնագիտական մոտեցում է պետք, ճիշտ հաշվարկ է պետք եւ ճիշտ վերլուծություն է պետք, ուրիշ որևէ խնդիր չկա։ Եվ ամենակարևորը, այդ ամբիցիաները ուղղակի դրեք մի կողմ։ Ուղղակի դրեք, եթե դուք իսկապես մտածում եք հայրենիքի, իսկապես մտածում եք այս ժողովրդի ճակատագրի, իսկապես մտածում եք Սփյուռքի մեր հայրենակիցների մասին։ Էս է հարցը։ Դե եթե մտածենք, պարոն Մելիքյան, այսօր Արցախը մեր տիրապետության տակ կլիներ եւ այն որ դուք ասեցիք որ պետք է համախմբվել ծրագրեր եւ այլն համաձայն եմ բայց այս կողմը հայտարարում է ինքը իր բերանով հայտարարում է որ մենք տգետ ենք 7 տարի մնացել ենք նույն դասարանում եւ այս կողմը ծեր ասած դիվանագետներ ունենք, բժիշկներ ունենք, բոլոր ոլորտներից ունենք խելքը գլխին մարդիկ ովքեր որ այո կարող են համախմբվել եւ շրջադարձ կատարել, հա, գոնե այն ինչ որ այս աղետալի վիճակը ունեն, գոնե կանգնեցնել, մի հատ կանգնեցնել այս ընթացքը, մի հատ շունչ քաշել, հա, չգրված օրենքներ միշտ կան, որովհետև այդ արանքներում փոփոխությունների միշտ պաուզաներ են վերցվում։ Խոսքս հենց ամենամեծ խնդիրը այդ արտաքին ներազդեցության մասով է գնում։
ցանկացած փոփոխություն իրենից որոշակի պաուզա է ենթադրում։ Այդ պաուզան շատ երկար չի, ինքը շատ կարճ պիտի լինի, որովհետև մյուսները պիտի հասկանան, լավ, հիմա նոր ինչ-որ դեմքեր են առաջ եկել, ինչ են ասելու իրենք եւ ինչպես պիտի կատարվի հետագա քայլերը։ Բայց ստացվում է, որ տգետը հաղթում է խելոքին։ Չէ, ես դա չեմ ընդունում, գիտեք, իսկապես չեմ ընդունում, ես ոնց որ եւ Արթուր ջան չեմ ընդունում այդ որ մենք արժանի ենք այս իշխանությունը։ Չէ, արժանին արժանի չեն։ Այս խոսքերը հայ ժողովուրդը շատ ավելի բարձրին եւ շատ ավելիին է արժանի, որովհետեւ այն տառապանքները, որ ինքը կրել է արդեն դարերի ընթացքում, հերիք է, էլի։ Մենք պիտի վերջիվերջո կարողանանք մեր մեջքը ուղենք, վերջիվերջո հասկանանք մենք ով ենք, ինչի համար ենք, հասկանում եք, հայը այդ ով է, ինքը ինչի համար է այսքան մնացել աշխարհի երեսին, ինչի ինքը չի ոչնչացվել, հələ հերիք չի, հələ մի հատ ռիսկ արել պետություն ունի, հələ մի հատ ռիսկ արել այդ պետության պահպանման համար է պայքարում, հասկանում եք, այսինքն այստեղ տգետը շարունակելու է կառավարել, որովհետև այն ասույթը, այն խոսույթը կա, չէ, որ մի հիմար քոսը քար գցեց 100 խելացի հավաքվեցին չկարողացան այսինքն այո դա կա դա կյանքի իրավունք ունի քանի այդ 100 խելոքը ամեն մեկը առանձին չի ասում այս քարը այն կողմը կլինի այս քարը այն կողմ ու 100 կարծիք է սկսում ձևը թե այդ քարը ոնց հանեն իսկ հիմա ինքը շատ լավ գիտի որ քարը ուղղակի պետք է գցի այդ կլոր փոսի մեջ ինքը ուրիշ բան չի կարող անել այդ հանելը այդ փորձը այդ դժվարությունը արդեն բաժին է անգնում խելացիներին։ Հիմա կարողանում են այդ խելացիները կոնսիլիումի նման, հա, ոնց է, չէ, կոնսիլիումը իրենից ուղեղների բախում է ենթադրում։ Մասնագետները հավաքվում են, ես սկսում եմ քննարկել այս հիվանդին ոնց պիտի վիրահատենք, արդյոք այս ճիշտ ճանապարհն է, կա որ չպետք է վիրահատեն, կա որ պարտադիր հենց հիմա պիտի վիրահատեն, ժամանակ պիտի տան կամ այս ձևով եւ այլն։ Ձևերի մարտավարությունների մեջ է։ Հիմա եթե 100-ը կարողանում են իսկապես գալ ասել, հիմա մենք նայեք, էլի, այս քարը ընդամենը պիտի հանենք ժողովուրդ, ընկել եք, այս քարի բնույթն եք ուսումնասիրում, այս քարը ինչից է պատրաստված, մեծ է, փոքր է, բյուրեղի է, ջարդվող է, եւ այլն։ Չէ, ընդամենը շատ հեշտ, իրանք ընդամենը 100 հոգով կամ ով որ պիտի խանգարի, հա, քարը հանելուն կլինի հաստատ մեկը, իսկ միգուցե թողնենք քարը դեռ մնա, մի օր անձրև կգա այդ փոսը կլցվի, այդ քարն էլ հետը կամ ծառի հետ կկպնի կաճի, այդ քարը այդպես մարդկանց ուղղակի պետք է մի կողմ դնել, ասել դու գնա սպասի, միջև այդ անձրևը գա, միջև այդ ծառը կաճի, մեզ քարը հենց հիմա է պետք անել։ Հենց հիմա կենտրոնանալ դրա վրա։ Կարճ պարոն Մելիքյան, դիմաց ընտրություններ են 26 թվականի, ինչ է կարծում, եթե մենք ունենանք պատկեր, որ այսօրվա դրությամբ հայ, որ փողոցն էլ չհաղթեց, որևէ պայքար եւ հասանք 26 թվականին, հավատում եք, որ ընտրություններով հնարավոր է փոխել իրավիճակը։ Այո, ես հավատում եմ, որ ընտրություններով հնարավոր է փոխել իրավիճակը, բայց ճակուճը մնում այս իշխանության ձեռքում է։ Ես գալիս եմ հիմա հենց դրան։ Եթե այս մեծ հնարավորությունների պատոհանը, որը արդեն չեմ տեսնում, եթե փակվեց, միջև 26 կարող է բացվի։ Եթե այս պատոհանը դեռ ինքը բաց է եւ շատ լայն է բաց։ Եթե այս պատոհանը չկարողանանք մենք ճիշտ օգտագործել, որովհետեւ եթե ճիշտ դա օգտագործվի, 26-ին էլ չենք սպասի, կլինեն արտահերթ ընտրություններ։ Եվ ինձ լսեք, շատ հնարավոր է, որ գանք մի այնպիսի կետի հասնենք, ընդդիմության այդ կոնսոլիդացիան այնքան իրարից հեռու լինի, որ հենց իշխանությունները դրա հաշվարկով իրենք գնան արտահերթ ընտրությունների եւ փորձեն գոնե այս իրանց չեղած ռեյտինգը ինչ որ ձևով ավելի մեծացնել։ Փաստ է, որ ԿՊ-ն միայնակ չի կարողանալու այլևս իշխանության գալ, փաստ է, որ իրենք այս ուղղությամբ ամեն ինչ անում են եւ փորձելու են անել, որպեսզի այդ իրանց որոշակի սատելիտներին, որոնք իրենցից շատ բան չեն ներկայացնում, փորձեն գրպանայինը այնուամենայնիվ սարքեն, դա ֆինանսական ռեսուրսով կլինի, ներգրավվածության կլինի, որտեղ եկեք ընդունենք, եթե մարդիկ կան գնում են սրահներում, նստում են այդ կրթություն նորաձևության հարցերը փորձում են լուրջ դեմքով քննարկել, ուրեմն իրենք որոշակի ամբիցիաներ ունենան, ինչ որ համախմբվելու, ինչ որ քաղաքական բջիջներ կառուցելու եւ փորձելու իրենց տեղը վաղվա խորհրդարանում ունենալ։ Վերջիվերջո այդ խորհրդարանի տեղերը սահմանափակ են, ընդամենը 107 մասին է խոսքը գնում։ Այսինքն այս իմաստով զգուշ եղեք, որ հանկարծ այդպիսի բան չլինի։
Միշտ պետքա խոսել կամ արտահերթ կամ հերթական։ Այս արտահերթ բառը միշտ պետքա զրնգա նույն իշխանությունների ականջին եւ չեմ բացառում, որ մի հատ քայլզիով իրենք հնարավոր է եւ անեն այս արանքում, որովհետեւ եթե մենք ենք, չէ, հասկանում ինչա կատարվում փողոցներում, մարդիկ ինչ են խոսում, մարզերում արդեն ինչ զարգացումներ կան, վստահ եղիր Արտուր ջան, դրա մասին ավելի շուտ գիտեն իշխանությունները։ Եվ դրա դիմացը առնելու միակ հնարավոր ձևը ինչ որ X պահի լինելու է գնալ արտահերթին, որովհետև արդեն պարզից էլ պարզ է, որ որևէ ձևով այդ ռեյտինգը, որը 10%-ից էլ ցածր է, այլևս հնարավոր չի լինելու, եթե արհեստական կիրառումներ չլինեն, կամ էլ չասեմ, որ չաղերսեն նույն եվրոպացիներից, որ աշկ ու ականջ փակեն այն սպասվելիք խորը խախտումների վրա, որ նախկինի խախտումները ուղղակի երազ կարող են թվալ, այն ինչ որ կկատարվի գալիք ընտրություններում, կլինեն դա արտահերթ թե հերթական։ Դրա համար ես շատ իսկապես կուզենամ, որ ընդդիմադիր հատվածը այս հասարակության, որը բավականին լուրջ տոկոս է կազմում, վաղուց արդեն 60%-ից ավելի է, 70%-ից ավելի է, զուտ ոչ միայն հետևելով այդ հարցման արդյունքներին, ես դրանց այդքան շատ բան չեմ ա։ Պարզ պատճառով ընտրություններին ներկայանալու մարդկանց թիվը ընդամենը վերցրեք նայեք, այսինքն կա մի հատ շատ լուրջ խավ, որը սպասում է հենց այն ասելիքին, ինչի մասին ես խոսում եմ, ինքը պիտի վստահ լինի, որ ինքը այլևս չի խաբվելու։ Կկարողանա ընդդիմությունը դա ներկայացնել հենց նրանց, ովքեր տանը նստում են եւ չեն գնում ընտրությունների եւ չեն գնում քվեարկելու, ուրեմն կհաջողի միանշանակ։ Չի կարողանա, ուրեմն այդ արձագանքն էլ ժողովրդից կստանա, բայց որևէ մեկը թող որևէ ձևով փորձ չանի, հետո ժողովրդին մեղադրի, որ դուք չկանգնեցիք, դուք մեր կողքը չեղաք, այդպիսի բան չկա։ Ժողովուրդը միշտ էլ պատրաստ է լինում պայքարի, եթե դու կարողանում ես ճիշտ օրակարգ թելադրել։ Շնորհակալ եմ սրից։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։